Ինքնավելուծություն, արդյոք ապաշխարել եք։ Սովորեցինք, որ պետք է ապաշխարենք, որպեսզի փրկվենք։ Այժմ պետք է պատասխանել մեկ անձնական հարցի, արդյոք ապաշխարել ենք։ Հետևյալ բացահայտող հարցերը կօգնեն ձեզ հասկանալ, թե արդյոք իրական ապաշխարությունը ձեր կյանքի իրականությունն է։ Առաջին, արդյոք այժմ այլ կերպ եք մտածում Աստծո վերաբերյալ։ Արդյոք գիտակցում եք, որ ամեն ինչի կենտրոնում պետք է լինի Աստված, ոչ թե դուք։ Ցավում եք, որ անտեսել եք Աստծուն։ Արդյոք գիտակցում եք նրա արժեքը, ցանկանում եք փնտրել ու ճանաչել նրան։ Եվ երկրորդ, արդյոք այժմ այլ կերպ եք մտածում մեղքի վերաբերյալ։ Արդյոք գիտակցում եք, որ մեղքը չարիք է Աստծո նկատմամբ սարսափելի հանցանք։ Ափսոսանք և ամոթանք զգում եք ձեր մեղքի պատճառով։ Արդյոք ձգտում եք ազատվել և դատապարտությունից և մեղքի գերությունից։ Որոշել եք խոստովանել ձեր մեղքը և դառնալ Աստծուն, ստանալու նրա ողորմությունը։ Եվ երրորդ, արդյոք այժմ այլ կերպ եք մտածում փրկության ճանապարհի վերաբերյալ։ Լիովին համաձայն եք, որ Աստծուն կարող եք դառնալ միայն Քրիստոսի անձի և կատարած գործի շնորհիվ, ոչ թե ձեր սեփական արժեքներով։ Գիտակցում եք, որ ձեր ամենաբարի գործերը Աստծո առջև նման են աղտոտ լաթի։ Արդյոք լիովին մերժել եք ձեր սեփական արդարությանն ապավինելը։ Եթե կարող եք հաստատուն պատասխաններ տալ այս հարցերին, և եթե այս ամենը ձեր կյանքում զարգացող իրականություն է, նշանակում է, որ Աստված գործել և գործում է ձեր սրտում, լուսավորելով ձեր միտքը, որպեսզի տեսնեք ճշմարտությունը և առաջնորդելով ապաշխարության։ Եթե չեք կարող հաստատուն պատասխաններ տալ այս հարցերին, սակայն ցանկանում եք փրկություն ստանալ, ապա շարունակեք փնտրել Աստծուն, նրա խոսքի, աղոթքների մեջ։ Վերանայեք սուրբգրային համարները, որտեղ խոսվում է ապաշխարության մասին, և քննեք ձեր կյանքը դրանց լույսի ներքո։ Շարունակեք կանչել Աստծուն և փնտրել Նրան իր խոսքի մեջ, մինչև որ նա փոփոխություն կանի ձեր սրտում։ Ապաշխարության հետ միասին մարդու կյանք է գալիս փրկող հավատքը։ Այն ավելին է, քան համոզմունք, որ Աստված կա։ Այն ներառում է վստահություն, համոզվածություն կամ ապավինություն նրա բնավորության և խոսքի ճշմարտության վրա։